Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում մեր պատմության դասերը հաղորդաշարի հերթական մեր հաղորդումն է, ասեմ, որ 20-րդ հաղորդումն է այսօր, ինչ-որ առումով փոքրիկ հոբելյանական, և մեր այսօրվա հաղորդումը, ինչպես խոստացել էինք նախորդ հաղորդման ժամանակ, պետք է նվիրված լինի արցախյան ազատամարտին և ներկայացնի ամբողջ տարեգրությունը։ Մեր նախորդ հաղորդումը նվիրված էր Շուշիի ազատագրմանը, մայիսի 9-ի տոնին էր նվիրված, և որպեսզի տրամաբանական ամբողջությունը մենք պահպանեինք այս մեր վերջին ազատամարտի, վերջին հաղթական պատերազմի, քանի որ պատերազմի երկրորդ, թերևս պայմանականորեն երկրորդը ասենք, կարևորագույն քայլերից մեկը եղավ Շուշիի ազատագրումից 9 օր անց ցամաքային կապի վերականգնումը Հայաստանի և Արցախի միջև, որը Բերձորի Լաչինի ազատագրումը եղավ, և այս շաբաթ մենք այս կիրակի օրը կնշենք նաև այդ երկրորդ կարևոր հաղթանակը, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մեր այս հաղորդումը ամբողջությամբ նվիրել արցախյան ազատամարտին և ներկայացնել ամբողջ տարեգրությունը։ Այդ նպատակով ես այսօր պիտի հյուրընկալեմ մեր երիտասարդ և շատ օժտված պատմաբաններից մեկին, ռազմագետ պատմաբան Սուրեն Մարտիկյանը, որը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի դասախոս է, փոխգնդապետ, և մեր քիչ թվով ռազմագետ պատմաբաններից է, և այսօրվա հաղորդումը, քանի որ ավելի այսպես պետք է ունենա պատերազմական գործողությունների վերլուծություն, իհարկե շատ հանրամատչելի կլինի այդ ամբողջը, բնականաբար նախընտրելի համարեցինք, որ այս հաղորդումը ներկայացնենք երկուսով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերը ընդունելու համար, պարոն Մարտիկյանին, շնորհակալ եմ հրավերի համար, և ավանդույթի համաձայն մինչև բուն նյութին անցնելը ես անդրադարձ կատարեմ մեր նամակներին, մեր նամակագիրներից Վարդգես Քամալյանը ողջունելով Շուշիի ազատագրմանը նվիրված և հայոց ազատամարտին նվիրված այս մեր հաղորդումները, առաջարկում է, հորդորում է նաև հատուկ հաղորդումներ նվիրել Ավարայրի ճակատամարտին, ֆիդայական պայքարի պատմությանը, Սարդարապատին, ասեմ, որ մենք անշուշտ ունենալու ենք ֆիդայական մեր պայքարին նվիրված հատուկ մի հաղորդում, որովհետև իսկապես, ինչպես և նամակագիրն է գրում, դա բացառիկ բարոյագիտական առումով հազվագյուտ մակարդակի պայքար էր, որը մեր ազատամարտիկները մղեցին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, իսկ առաջ անցնելով ասեմ, որ մեր հաջորդ հաղորդումը, քանի որ դիմացը Ավարայրի ճակատամարտն է, որը փաստորեն նույն օրը տեղի ունեցավ ինչ-որ Սարդարապատի հաղթանակը մայիսի 26-ին, ես մտածեցի և կարծում եմ այդպես ճիշտ կլինի, որ հաջորդ մեր հաղորդումը նվիրեինք Ավարայրին, բայց ոչ ավանդական, այսպես դրոշակ դարձրած Ավարայրի խորհուրդը և այլն, այլ Ավարայրի դասերը, որովհետև նախ մեզ պետք է անշուշտ հասկանալ, թե ինչպես եղավ, որ 428 թվականին դեռ պետություն ունեցող հայությունը ընդամենը 22-23 տարի հետո կանգնում է գոյամարտի խնդրի առաջ, այսինքն երբ որ իր գոյությունն է վտանգվում, և այս առումով Ավարայրի դասերը խիստ ուսանելի են նաև այսօր։ Հաջորդ հաղորդումը մենք նվիրելու ենք այդ խնդրին։ Ուզում եմ շնորհակալությամբ նշել, ես այս շաբաթվա ընթացքում ստացանք Ռուսաստանում գործող Տայք բարեգործական միության կամ ընկերության ուրեմն ինֆորմացիոն թերթը, բավականին ճաշակով գեղեցիկ մի թերթ է, որը տարածվում է Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և Ռուսաստանի և Ղազախստանի, և պիտի շնորհակալությամբ նշեմ, որ մեր հաղորդաշարի մշտական արձագանքողներից են այս թերթի խմբագիրը և խմբագրակազմի աշխատողները Մարինե Հովհաննիսյան, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ոչ միայն արձագանքելու, այլ այս շատ կարևոր գործը անելու համար, որովհետև այսօր հայտնի է բոլորիս, որ քրիստոնեություն դավանող երկրներում հայապահպանման խնդիրը շատ ավելի բարդ է, քան մահմեդական երկրներում, և դա եղել է ըստ էության նաև անցյալում, հիշենք Միքայել Նալբանդյանի հայտնի խոսքը, որ նշում էր, որ հայերը ավելի հոգևոր խթաններով են ապրում, քան թե ազգային, որովհետև մահմեդական երկրներում մենք լավ ենք պահպանում, իսկ քրիստոնեական երկրներում հայերի ձուլումը բավականին արագ է ընթանում, և այս առումով պիտի նշեմ, որ
ինքը թերթը շատ լավ տպավորություն թողեց որոշակիորեն ուղղվածությունը ազգապահպանում, ընդ որում առանց հավակնությունների ոչ մի քաղաքական նպատակ չեն հետապնդում, իրենց գերխնդիրն է Ռուսաստանի եւ Ղազախստանի մի շարք քաղաքների ցանկը շատ մեծ էր, Ալմատա, Անապա, Վոլգադոնսկ, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կեմերովո, Մոսկվա, Ռոստով-Դոնի վրա, Ռիազան, Սամարա, Ստավրոպոլ եւ այլն, այս բոլոր քաղաքներում տարածում է անվճար եւ իրենք ունեն նաեւ կիրակնորյա դպրոց, որտեղ բավական մեծ թվով հայ աշակերտներ են սովորում, ուզում եմ ողջունել իրենց եւ մեզ համար հաճելի էր նաեւ մեր հաղորդաշարին անդրադարձը, ընդ որում նաև հայտագիրը ժամերը նաև հրատարակել է, թե երբ է լույս տեսնում նման մի բան, հունվար ամսին Թեհրանում լույս տեսնող Ալիկ օրաթերթն էր նաև արել։ Եվ մի նամակի անդրադառնամ, որովհետև այս խնդիրը շատ Հայաստանում է, Սփյուռքում էլ անընդհատ արծարծվում է, եւ մեր հայրենակիցներից Բժիշկ Գավլաքյանը Սիրիայից, Լաթաքիայից նամակ է գրել, ողջունելով էլի մեր նախորդ հաղորդումը, որտեղ հայրենականի մասնակից արցախցի գեներալներին եւ մարշալներին վկայակոչեցինք եւ առաջարկում է անշուշտ նշել, որ Նապոլեոն Բոնապարտի մարշալներից մեկը, նրա գլխավոր գործակիցներից մեկը Ժոաշեն Մյուրատը եւս հայ էր եւ արցախցի։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, ես գուցե ինչ-որ հիմի ասեմ, շատերի համար արտառոց կհնչի, բայց ճշմարտությունը վեր է ամեն ինչից։ Իրականության մեջ Մյուրատը հայ չի։ Ես, քանի որ Հայաստանում է շատ է հնչում եւ նույնիսկ Արցախյան ազատամարտի տարիներին Կրկժան գյուղում պատրաստում էին նրա արձանը կանգնեցնել, շատ համառոտ ասեմ, թե ինչպես ծնվեց Մյուրատի հայ լինելու առասպելը։ Իրականության մեջ նա հայ չի եւ նրա հայրը, պապը, հոր պապը, բոլորի գերեզմանները կան, իր ծննդյան վկայականը կա այնտեղ։ Պարզապես 1899 թվականին լույս է տեսնում Մագդա Նեյմանի հայերը գիրքը, որի ամուսինը իդեպ հայ էր, Գրիգոր Նիկողոսյանը, եւ գուցե թե նրա նախաձեռնություններ, առաջին անգամ այդ գրքում նշվում է, որ նա հայ է եւ Հովակիմ Մուրադյան անունով։ Դրանից հետո երկրորդ այսպես հանգամանքը, որ ավելի մղեց հայերին մտածելու, որ նա հայ է, նաև հպարտանալու, որովհետև Նապոլեոն Բոնապարտի աչթերն էր, նրա քրոջ ամուսիններ եւ Նեապոլի թագավորն էր։ Երկրորդը Արթուր Բեռնետի Նապոլեոնի ընտանեկան գաղտնիքները գրքի հայերեն թարգմանությունն էր, որտեղ հայերեն թարգմանության հեղինակը ինքնագլուխ, ոչ ավել ոչ պակաս ավելացնում է մի հատված, երբ որ Նապոլեոնը մտորում է, թե ում պիտի ժառանգեմ իմ կայսրությունը, այնտեղ ասում է, թերևս ես Մյուրատին կժառանգեի, բայց նա հայ է, իսկ ֆրանսիացիները չեն կարող հանդուրժել արևելցի կայսեր։ Իրականության մեջ ֆրանսերեն բնագիրը կարող եք բացել եւ ստուգել, նման հատված գրքում չկա։ Հայերեն թարգմանիչը ինքն է ավելացնում եւ հետո նաեւ խոստովանել է, որ դա արել է հայերի մեջ ինչ որ ոգևորություն առաջացնելու համար։ Իհարկե սա եւս անհասկանալի։ Այս առասպելը ցրելու համար Վարուժան Պողոսյանի եւ Արծվի Բախչինյանի աշխատանքը բավականին մեծ եղավ, որը իհարկե էլի չի ցրվել եւ ինչն է խնդիրը, Վարուժան Պողոսյանը, որ Ֆրանսիայում կրթություն ստացած մեր պատմաբաններից է, մեր պատմության ինստիտուտի աշխատակից, ոչ միայն մեկ առ մեկ ներկայացրեց փաստերը, այլ նաեւ ծննդյան մահվան թվերով նշելով, որ նրանց գերեզմաններն էլ կան։ Մյուրատի հայրը Պիեր Մյուրատ 1721-99 թվերին ապրած, Մյուրատի պապը Գիոմ Մյուրատ 1692-1754 թվականներին ապրած, պապի հայրը նորից Պիեր Մյուրատ, այսինքն այս ամբողջը փաստագրված է եւ ինքը Ղարաբաղցի լինելը իբր հոր հետ միասին Ղարաբաղից գալը ոչ մի կապ չունեն։ Ընդ որում պահպանվել է նաեւ արխիվային փաստաթղթերը Մյուրատի ծննդյան մասին, ընդ որում Մյուրատը ծնվել է Բաստիդ Ֆորտունիեր քաղաքում, որը ի պատիվ իրեն հետո կոչվեց Բաստիդ Մյուրատ, եւ կա հստակ ծննդյան վկայականը 25 մարտի 1767 թվական, հայրը Պիեր Մյուրատ Ժորդի եւ մայրը Ժաննա Լաբուժե։ Հստակ է ամեն ինչ, որ մենք այստեղ խնդիր չունենք ֆրանսիացի, որում ազնվական ծագումով ֆրանսիացի այսպես մարշալի հայացնելու, մանավանդ վերջերս էլ այդ ոգևորությունը շարունակում է, Հարություն Ամիրխանյանի գեղարվեստական գիրքը հրատարակվեց, որտեղ մորանունն էլ Անուշ է։
էլի ցանկալին իրականի տեղը մեր մոտ ընդունված, մենք ես ասեմ, սիրելի հայրենակիցներ, մենք այդ խնդիրը չունենք այլազգի հերոսներին, զորավարներին սեփականացնելու, մանավանդ որ հիմա մեր ընդհանուր բարեկամ Տիգրան Պետրոսյանցը պատրաստում է շատ կարևոր մի բան, հայազգի գեներալներ եւ ծովակալներ, որտեղ տարօրինակ թող չհնչի այս թիվը 1000-ից ավելի հայ գեներալներ կան, ընդ որում առանձնացված են ամբողջությամբ հայ, ասենք հոր կամ մոր կողմից միայն հայկական ծագումով 1000-ից ավելի եւ այդ գրքի հրատարակումը կարծում եմ շատ կարեւոր նաեւ բարոյահոգեբանական ազդեցություն կունենա բոլորիս համար։ Ընդ որում ի հավելումն սրա ասեմ եւ անցնենք մեր թեմային, հիմա արդեն հրատարակության ընթացքում է գտնվում այս նույն թեմայի հետ առնչվող հայոց 100 հաղթանակներ քառահատորյակի առաջին հատորը, իդեպ որի ընդհանուր խմբագիրը մեր հարգարժան հյուրն է Սուրեն Մարտիկյանը եւ առաջին հատորը կարծում եմ որ մայիսին, հունիսին արդեն մենք կունենանք առաջին հատորն էլ այստեղ անհամեստություն չանենք, պատիվ ունենք ակնարկները, առաջին մոտ 40 ակնարկը երկուսով գրելու, պատկերազարդ, պատերազմների, այսպես քարտեզներով, սխեմաներով եւ այլն։ Հիմա մենք անցնենք մեր արդեն բուն նյութին, ես շատ համառոտ բառացիորեն երկու խոսքով անդրադարձ կատարեմ Արցախյան խնդրի արդեն խորհրդային շրջանի նախապատմությանը, մենք աղվանքի եւ հայոց արևելից կողմանց անպայման անդրադառնալու ենք առանձին հաղորդումով, պարզապես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, թե որտեղից է սկիզբ առնում Արցախյան վերջին մերօրյա ազատամարտը 1921 թվականին, 21 թվականի նախ 18-20 թվականներին Արցախը անկախ էր, հետո 20 թվականի ապրիլի 25-ին Արցախահայության 9-րդ համագումարը հռչակեց Արցախի եւ մայր հայրենիքի միավորման մասին եւ այդ միավորումը կար։ Խորհրդային կարգեր հաստատվեցին եւ խորհրդային իշխանությունը եւս ընդունում էր մի շարք որոշումներ կան հունիս ամսի հունիսի 3-ի, հունիսի 12-ի, որ Արցախը կազմում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Սակայն դրանից հետո, երբ որ արդեն ձևավորվել էր թուրք-ադրբեջանա-բոլշևիկյան դաշինքը, այսինքն նախորդ տարվանից կար, ադրբեջանցիների ճնշման ներքո Նարիման Նարիմանովը, հատկապես նրանց ղեկավար, նրանց ճնշման ներքո նորից հարցը քննարկվեց եւ Կիրովի գլխավորությամբ ստեղծված մի հանձնաժողովում եւ կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի պլենումում։ Ընդ որում այդ բյուրոն 21 թվականի հուլիսի 4-ին իրավացիորեն որոշում կայացրեց, որ 95% հայկական բնակչությամբ Արցախը, Լեռնային Ղարաբաղը պետք է պատկանի բնականաբար Հայաստանին, խորհրդային Հայաստանին, սակայն հենց հաջորդ օրը հուլիսի 5-ին Ստալինը մասնակցում էր որպես ազգությունների գծով ժողովրդական կոմիսար, որպես նախագահ եւ նրա ճնշման ներքո նաեւ վրացիների եւ ադրբեջանցիների գաղտնի համաձայնության պայմաններում հաջորդ օրը նույն որոշումը փոխվում է լրիվ հակառակը եւ պատճառաբանվելով իբր թե տնտեսական կապը Բաքվի եւ Ղարաբաղի միջեւ Ղարաբաղը ապօրինի կերպով 21 թվականի հուլիսի 5-ին օտարվեց մայր հայրենիքից եւ միացվեց Ադրբեջանին։ Պայքարը շարունակվեց 60-ական թվերին ստորագրահավաք սկսվեց Ղարաբաղում եւ Զորի Բալայան մյուսներ, որոնք ակտիվորեն մասնակցել էին, այսօր էլ բավականին շատ պատմում են այդ մասին, այս էլ խնդրի լուծում չեղավ եւ ի վերջո երբ որ 85 թվականից ազատություններ, Գորբաչովյան ազատություններ այսպես հայտարարվեցին, կրկին ստորագրահավաք սկսվեց հավաքվել, հատկապես 87 թվականին եւ 88 թվականից սկսվեց Արցախյան պայքարը, որը 90 թվականին, արդեն 90-91 թվականներին թևակողում է նոր փուլ եւ վերաճում է ռազմական բախման։ Այստեղ բնականաբար ես պիտի սիրով խոսքը փոխանցեմ, ավելի շատ այսպես լսենք պարոն Մարտիկյանին, որը մեր արդեն ասեցի ռազմական ակադեմիայի դասախոս, նաև այս ժամանակաշրջանը մասնագիտորեն բավականին լավ ուսումնասիրած անձերից է մեզանում։ Խնդրեմ պարոն Մարտիկյան։ Արցախյան Ղարաբաղյան շարժումը, որ սկսվեց 1988 թվականին, ադրբեջանական կողմին կանգնեցրեց մի կարևոր խնդրի առաջ։ Խնդիրն այն էր, որ ադրբեջանցիք պետք է որոշեին, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենան հայկական կողմի բարձրացրած հարցին։
հայերը արդարացի էին իրենց պահանջում, այստեղ երկմտելու որևէ տեղ չկար, սակայն ադրբեջանցիք կանգնել էին այլ հարցի առաջ, ինչպես պահպանեն այդ հողերը, որոնք չլինելով այդ մարդկանց համար հայրենիք, այնուամենայնիվ ցանկալի էին որպես տիրույթ պահպանելու համար։ Այս մտահոգություններ ադրբեջանցիների, որոնց փաստորեն առաջի դրսևորումը եղավ նույն 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ի իրականացված Սումգայիթի եղեռնագործության ձևով։ Սակայն ադրբեջանցիները մի առժամանակ մի պահ կանգնեցին կարծես թե, սպասելով թե ինչպիսի զարգացումներ պետք է ունենար։ Եվ այստեղ ցանկանալով շարունակել այս հայ գեներալների, մարշալների թեման, մի հետաքրքիր դիտողություն կցանկանայի անել, հացն այն էր, որ ադրբեջանցիները շատ մեծ լարվածություն ունեին Չարդախլու հայաբնակ գյուղի ուղղությամբ, որովհետև այս գյուղը դեռ շրջանից եւ հատկապես խորհրդային տարիներին դարձել էր մարտնչող, պայքարող, առավել եւս հաղթող հայի կերպար, մի խորհրդանիշ յուրովի։ Գյուղը տվել էր 2 մարշալ, 7 գեներալ խորհրդային բանակին, ավելի քան 40 գնդապետ եւ այլն։ Հսկայական էր այն հոգեբանական ազդեցությունը, որ կար այս գյուղի հետ կապված ադրբեջանցիների մոտ։ Սակայն 1988 թվականի աշնանը, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սկսվեց Ադրբեջանի հայաթափումը եւ ադրբեջանցիների համար շատ զարմանալի էր, որ առաջի գյուղերից մեկը Չարդախլուն էր, որ տեղափոխվեց Հայաստան, որի ամբողջ բնակչությունը տեղափոխվեց Հայաստան։ Ադրբեջանցիք կանգնեցին հոգեբանական կարևոր խնդրի առաջ, եթե այնպիսի աննշան մի տարածք, այնպիսի նշանավոր տարածք, ինչպիսին Չարդախլուն էր, թողել էր եւ դուրս էր եկել, ընդ որում գյուղացիները այստեղ բավականին մեղք չունեին, խնդիրն այն էր, որ ամբողջ երիտասարդությունը խորհրդային բանակում ծառայության մեջ էր եւ այդ բարձր անունը, որ վաստակել էր գյուղը, ձեռք էր բերվում իրոք ճակատի քրտինքով։ Ու ադրբեջանցիները միանգամայն սխալ գնահատեցին կատարվող իրադարձությունները, որոցին, որ եթե այնպիսի փառավոր բնակավայր, ինչպիսին Չարդախլուն են, նման բազմաթիվ այլ բնակավայրեր, որոնք կային դաշտային Արցախում, Ադրբեջանի մյուս տարածքներում, հայաթափվեցին առանց դիմադրության, ապա խնդիրներ չի լինելու հետագայում իրենց հաջողությունները զարգացնելու համար։ Սակայն այստեղ հերթական խնդիրը կանգնեց ադրբեջանցիների առջև։ Մեր ազատագրական պայքարում երբևիցե ոչ մի կերպ իրենց չդրսևորած մի քանի հայկական գյուղեր ուղղակի կանգնեցին ոտքի ելան պայքարի իրենց պապերի հողը պաշտպանելու։ Այդ գյուղերը, որոնց մասին երևի մեր հեռուստադիտողները լսած կլինեն, տեղյակ կլինեն, Գետաշենի ենթաշրջանի Ազատ Կամո, Այգեստան գյուղերն էին, որոնք զարմանալիորեն շատ էր ինձ հետաքրքրում այդ պատմությունը, ես ցանկանում էի մի ինչ-որ կերպ գտնել մի բան, որպեսզի ցույց տանք այդ գյուղերի հերոսական անցյալը եւ այն, բայց ցավոք այնպես ստացվեց, որ ուղղակի ոչինչ չկար։ Ու հանկարծ 3 գյուղ, մի 100 կամ միգուցե 100-ից մի քիչ ավել երիտասարդներ կանգնում են փաստորեն ամբողջ Ադրբեջանի դեմ պայքարի ու հայտարարում, որ չեն լքելու իրենց պապերի օրրանը։ Ադրբեջանցիները փաստորեն 1988 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի գարունը զբաղված էին 3 հայկական գյուղ հայաթափելով, ընդ որում պարտության հետևից ադրբեջանական հայերը կարողացան հաջող հակագրոհով ադրբեջանցիներից խլել ժողովրդական ճակատի դրոշը, մի քանի ուրիշ խայտառակ իրադարձություններ, որոնք լրիվ խառնեցին ամբողջ իրադարձությունները։ Ադրբեջանցիները մի կերպ կարողացան 3 գյուղերը ազատել, բայց նրանց առջև արդեն ժայռի նման կանգնեց Գետաշենը, որը եւս պետք է ավելի քան 1 տարի հերոսական պայքար վարեր կրկին ամբողջ Ադրբեջանի դեմ։
Հիմա որպեսզի մեր հեռուստադիտողներին ավելի ընկալելի լինի, ես խնդրեմ օպերատորին ցույց տա քարտեզը, որտեղ ներկայացված է Հայաստանը եւ ազատագրված տարածքներն էլ, Հայաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ ազատագրված տարածքներ, եւ վերևի հատվածը հիմա երբ որ կմոտենա կադրը, այդ վերևի հատվածը, որ շեղագծերով է, դա ցավոք սրտի Շահումյան, Մարտունաշեն այդ շրջաններ են, որտեղ նշած 3 հերոսական գյուղերն էին, այսօր գտնվում են ադրբեջանցիների հսկողության տակ, իհարկե ռուսական բանակի այսպես ազդեցության հետևանքով։ Դուք շարունակեք, թող քարտեզը Ստեղծվեց իրոք բարդ իրավիճակ, որովհետև ադրբեջանցիներին սկսեց արդեն ոնց որ ադրբեջանական կողմը սկսեց տենց նյարդային ջղաձգումներ այս երկու գյուղը գրավել չկարողանալու արդիվ։ Մյուս խնդիրը, որ մնացել էր ադրբեջանցիների համար որպես իրոք անլուծելի հիմնահարց, դա Բերթաձորի ենթաշրջան էր, Շուշիի շրջանի, որը հնարավորություն էր տալիս ինքնապաշտպանական ուժերին Լաչինի սարերով կապ պաշտպանել Հայաստանի հետ։ Այսինքն հետիոտ ընկապը փաստորեն շրջապատված Արցախի եւ Հայաստանի այն ժամանակ դեռ խորհրդային հանրապետության միջև պահպանվում էր փաստորեն մի հատ այդ լեռնային արահետներով, որոնք շատ դժվարամատչելի էին, եւ եթե նույնիսկ պաշտպանություն էլ չկար ադրբեջանցիների կողմից, որևէ դիմադրություն էլ չկար, այդ տարածքներով անցնելը շատ վտանգավոր էր։ Այնուամենայնիվ երկու գյուղերը դիմադրեցին եւ հյուսիսում եւ Շուշիի շրջանում Բերթաձորի ենթաշրջանի 4 գյուղերը դիմադրեցին, դիմադրությունը կրկին շարունակվեց ավելի քան 1 տարի, 1 տարի 2 ամիս։ Սա ադրբեջանցիները ուղղակի սկսեցին աստիճանաբար հունից դուրս գալ, որովհետև ոչ մի կերպ չէր հաջողվում քանակապես տասնյակ անգամ գերազանցելով հայկական կողմին հաջողությունների հասնել։ Այդ ժամանակ էր, որ ադրբեջանական կողմին օգնության հասավ խորհրդային բանակը, որը այս շրջանում ակնհայտորեն ադրբեջանամետ քաղաքականություն էր վարում, եւ Կիրովաբադի խորհրդային դիվիզիայի ավելի քան 100 միավոր զրահատեխնիկայով, 6 ուղղաթիռներով մարտական եւ այլն սկսվեց հարձակում դեպի Գետաշեն 1991 թվականի ապրիլի 30-ին։ Այս իրադարձությունները բազմիցս նկարագրվել են, հայտնի են, այս մարտերում էր, որ զոհվեց մեր Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որը իմիջիայլոց կրկին պատմաբան էր։ Մեր համաֆակուլտետցին, հա։ Եվ այս մարտերի ընթացքում հայկական կողմը կարողացավ առաջի հերթին իրեն եւ նոր հակառակորդին ապացուցի, որ դեռ տակառներում վարոդ մնացել է եւ դիմադրելը անհույս չի, այսինքն հաղթանակը երևում է, եթե պայքարենք հնարավոր է հասնել հաղթանակի։ Հարցն այն էր, որ հայկական կողմը ոչ տանկային, ոչ էլ հակաօդային պաշտպանության միջոցներ չուներ, այսինքն ակնհայտ էր, որ այդ մարտին հայկական կողմը որևէ ձև ակտիվ չէր կարողանալու մասնակցել, եւ սակայն հրաշք հայերը կարողացան հետ մղել այդ գրոհը։ Այդուհանդերձ ադրբեջանցիներին հաջողվեց սկզբում Գետաշենը, ապա նաև Բերթաձորի ենթաշրջանը հայաթափել։ Արդյունքում հայկական կողմի համար ստեղծվեց կրիտիկական իրավիճակ, երբ ամբողջ Արցախը բացարձակապես մեկուսացվեց Հայաստանից։ 1990 թվականի հոկտեմբերից դեռ ադրբեջանցիների հսկողության տակ էր գտնվում Ստեփանակերտի օդանավակայանը, Ստեփանակերտի, Մարտակերտի, ընդ որում Մարտակերտի օդանավակայանի տարածքը հերկվեց, թռիչքահրապարակը հերկվեց, որով բացառվում էր ինքնաթիռներ ընդունել բաց թողնելու հնարավորությունը, փաստորեն կապը մնաց մենակ ուղղաթռային, որը պետք է այստեղ էլ արժանին մատուցել մեր օդաչուներին, հերոսաբար ուղղակի կարողացան ապահովել այդ կապը եւ 120 հազարանոց բնակչությունը Արցախի ոչ միայն չմատնվեց սովի, այլև կարողացավ ունենալ սպառազինություն, որը թեկուզ նվազագույն քանակով, սակայն այնուամենայնիվ հնարավորություն տվեց միանգամից պարտություն չկրել։ Այս շրջանում մարտական գործողություններ ծավալվեցին Հայաստանի Խորհրդային Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանային շրջաններում Նախիջևանի ճակատում, հայտնի է օրինակ եւս մեկ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հերոսական գործունեությունը,
Սադարակի ուղղությունից դեպի Արարատի շրջան գրոհող Երեսխավանի ուղղությամբ գրող ադրբեջանցիների ուղղությամբ, որտեղ եւս մեր հերոսի մահով զոհվեց։ Մարտական գործողությունները գնում էին ամբողջ ճակատով, ընդ որում ադրբեջանցիներին այս շրջանում 1991 թվականին հատկապես շատ էր անհանգստացնում Գորիսի ուղղությունը, որտեղ Գորիսը մի տեսակ մխրճված էր Ադրբեջանի տարածքի մեջ, եւ այդտեղից ադրբեջանցիները անընդհատ հարձակում էին սպասում, ընդ որում պետք է ասեմ, որ ռազմագիտական առումով դա բացարձակապես անհիմն էր, ուղղակի զուտ հոգեբանական խնդիրներ կային այդտեղ, ադրբեջանցիք անընդհատ սպասում էին, որ հայերը ինչ որ մի բան պետք է անեն, իսկ հայկական կողմը դեռ հույս ուներ ի վերջո կոնֆլիկտը լուծելու, այդ բախումը ընդհարումը լուծելու խաղաղ ճանապարհով, որովհետև հայկական կողմի համար ակնհայտ էր իր պահանջների արդարացիությունը եւ ուղղակի անհասկանալի էին ադրբեջանցիների այդ ջղաձգումները։ Եվ այս իրավիճակում էր, որ 1991 թվականի ամռանը առաջացավ հայկական կողմի առաջ մի շատ կարևոր հարց։ Հայկական կողմը պետք է պատասխաներ մի կարևոր հարցի։ Մենք ինչ ճանապարհով ենք շարունակելու պատերազմը, որովհետև ակնհայտ էր, ադրբեջանցիները անընդհատ հարձակվող կողմ էին։ Հարձակումներ, որոնք իհարկե մեր մարտիկները հերոսաբար հետ էին մղում ու անընդհատ հաջողություններով, սակայն բավական էր մի փոքր անհաջողություն եւ հերթական գյուղը անցնում էր ադրբեջանցիներին։ Մի փոքր անհաջողություն, որովհետեւ ուժերը ադրբեջանական կողմը գերակշիռ գերազանցություն ուներ, մարտավարական պահանջներ են հարձակվողի եւ պաշտպանվողի միջև եռակի տարբերություն ունենալը, սակայն ադրբեջանական կողմը մարտական գործողություններ էր վարում տասնապատիկ, 20-ապատիկ եւ ավել գերազանցություն ունենալով։ Այստեղ զինվածության մակարդակով իսկ սպառազինությունը ուղղակի հայկական կողմը չուներ մարտական տեխնիկա, այսինքն մեր ամենածանր զենքը գնդացիրներն էին, իսկ ադրբեջանական կողմը հարձակումներ էր սկսում հակառակորդի դեմ, իմանալով, որ նույնիսկ հայկական կողմը առանձին դեպքերում չունի զրահապատ տեխնիկայի դեմ պայքարելու միջոցներ, ոչ թե անբավարար են, այլ ուղղակի չկա։ Եվ վստահորեն հարձակումներ էին իրականացնում, որոնք ավարտվում էին նորանոր հայկական կողմի նորանոր անհաջողություններով։ Եվ վերջի այսպես կաթիլը համբերության բաժակը լցնելու Շահումյանի շրջանի հայկական գյուղերի Էրքեջի, Բուզլուխի, Մանաշիդի գրավումներ ադրբեջանցիների կողմից։ Նշենք, որ ռուսների սովետական բանակի օգնությամբ այս ամբողջ ընթացքում փաստորեն խորհրդային միության ամբողջ գոյության ընթացքում խորհրդային բանակը ակտիվորեն տարբեր աստիճանի ակտիվությամբ, սակայն ակտիվորեն աջակցում էր ադրբեջանցիներին ու բնավ չէր էլ ձգտում դա թաքցնել ինչ որ կերպ, ձգտելով ամեն կերպ սարսափեցնել հայկական կողմին եւ հարկադրել ընդունել ադրբեջանական պայմանները։ Խորհրդային այդ քաղաքականության իմաստը հետևյալն էր. եթե ադրբեջանական խորհրդային հանրապետությունում ինքնավար մարզը անջատվի եւ միանա Հայաստանին, ապա ինչ կլինեն խորհրդային հանրապետությունների հետ, խորհրդային միությունը կփլվի։ Իրականում այդպես էլ եղավ, այդ process-ը հնարավոր չեղավ կանգնեցնել։ Եվ ի ուրախություն մեզ հնարավոր չեղավ կանգնեցնել նաև Ադրբեջանի այդ ծավալապաշտական ձգտումները իր գրաված ինչ որ մի կերպ իրեն կպցրած տարածքները ամեն կերպ պահելու ձգտումները, եւ այսօր մենք ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ինքնուրույն անկախ քաղաքականություն վարող պետական միավոր մեր հայոց երկրորդ պետությունը։ Մենք հիմա անցնենք արդեն կազմակերպված փուլին, հա, 91 թվականի ամռանից մեր պայքարը մտնում է ավելի կազմակերպված, փոքր ֆիդայական ջոկատների միավորմամբ կազմակերպված պայքար մղելու փուլ։ Թերևս կազմակերպված փուլ չէր որպես այդպիսին, սակայն փոխվեց գլխավորը։ Հայկական կողմը հասկացավ այն, ինչ որ ակնհայտ էր ցանկացած պատերազմ վարող պետության համար։ Խնդիրն այն էր, որ պետք էր վերջապես գիտակցել, որ պաշտպանությունով հաղթանակ չեն տանում, հաղթանակ տանում են հարձակումով։ Իսկ դա այդ տարրական մարտավարական պահանջը հանկարծ հայտնություն դարձավ հայկական կողմի համար։
ակնհայտ էր, որ պետք էր հարձակում սկսել, սակայն ակնհայտ էր նաև, որ հայկական կողմը անընդհատ քանակապես զիջում է հակառակորդին, իսկ մարտական տեխնիկայով եւ սպառազինությունով ուղղակի ադրբեջանցիների գերազանցությունը ճնշող էր։ Այդուհանդերձ հայկական կողմը մի քանի հետաքրքիր մարտավարական, ուշագրավ մարտավարական հնարքներով կարողացավ ադրբեջանցիների ուշադրությունը շեղել կարևոր ուղղություններից եւ սկսել մի քանի գործողություններ, որոնք նույնիսկ ոչ թե մարտավարական հաջողություններ էին, այլ կարևոր բարոյահոգեբանական։ Փաստորեն հայկական կողմը կարողացավ մի քանի հարձակողական մարտերով գրավել Բուզլուխը, Էրքեջը, Մանաշիդը, այսինքն Շահումյանի շրջանը աստիճանաբար անցավ հայկական կողմի հսկողության տակ։ Ադրբեջանցիները, որոնք այդ տարածքները գրավել էին եւ պատրաստում էին որպես հենադաշտ ծառայեցնել հետագա գործողությունների համար, դրա հնարավորությունից զրկվեցին։ Այդտեղ նաև կարևոր բարձունքներ անցան հայկական կողմի ձեռքը, որը եւս կարևոր էր։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հայկական կողմում աստիճանաբար սկսեց ընդգծվել հակահարձակողական ռազմավարությունը։ Ընդ որում դա արդեն առանձին մարտեր չէին, արդեն բոլորի համար հասկանալի էր, որ մի մեծ պլան էր պետք մտածել, եւ այդ մեծ պլանը եղավ Ստեփանակերտը եւ շրջակա բարձունքները ադրբեջանական կրակակետերից ազատելու մի հսկայական գործողություն։ Հիմա խնդրենք օպերատորը ցույց տա, հա, այդ գործողության գծագիրը այդ ընթացքում ավելի հասկանալի որպեսզի լինի հանդիսատեսին, դուք ներկայացնեք։ Ստեփանակերտը առնված էր ադրբեջանական կողմից օղակի մեջ։ Նախատեսվեցին 4 ուղղությամբ հարվածներ, որոնք պետք է ամբողջ տարածքը ազատեին։ Խնդիրն այն էր, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհուրդը եւ Շահումյանի շրջխորհուրդը իրենց միացյալ նիստով հռչակել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ադրբեջանը դրան պատասխանել էր 1991 թվականի սեպտեմբերի 25-ից սկսված Ստեփանակերտի հրետակոծություններով։ Քաղաքը անընդհատ ռմբակոծությունների տակ էր, ընդ որում հարվածների էին ենթարկվում ինչպես Ստեփանակերտը, այնպես էլ մյուս հայկական բնակավայրերը, եւ օդուժից ավելի հարվածների ներգրավում էր ադրբեջանցիների համար ավելի հարմար կիրառելու, չնայած բազմաթիվ կոնվենցիաներով արգելված գրադ կայանքները։ Եվ այս շրջանում առաջի հարվածը սկսվեց Ստեփանակերտից դեպի հարավ-արևմուտք, որով ադրբեջանցիներից խլվեց պատմական Կրկժանը, Կարկարաշենը, այն բնակավայրը, որի մասին նոր խոսեցինք, խոսք եղավ։ Հիմա խնդրենք օպերատորը մի քիչ ավելի երկար պահի, որտեղ բավականին երկար բացատրելու բան կա Ստեփանակերտին շրջապատող այդ կրակակետերը։ Հունվարի 21-ին եւ 22-ին 1992 թվականի արդեն գիշերային մարտով հայկական կողմը գրավեց այդ կրակակետը ադրբեջանական եւ ցույց տվեց, որ նախկին Շահումյանի շրջանում վարված հարձակողական գործողությունների հետ միասին, որ այս տարածքը կարևոր է լինելու մի քանի հարցերով։ Ամենակարևորը մեր մարտավարության մեջ մտնում էր շատ կարևոր պահ։ Հանկարծակիություն ապահովելու համար մարտական գործողությունները սկսեցին վարվել գիշերը։ Նույնպես գիշերային հարձակումով փետրվարի 10-ից 10-ին իրականացվեցին Մալիբեյլու եւ Ղուշիլար գյուղերի ուղղությամբ հարձակումները Ստեփանակերտից դեպի արևելք եւ մի քիչ հյուսիս-արևելք եւ փետրվարի 23-ին վերացվեց հայկական կողմը վերջնագիր ներկայացրեց Խոջալույում գտնվող ադրբեջանցիներին եւ պահանջեց թողնել կրակակետի վերածված բնակավայրը, սակայն ադրբեջանցիները տարօրինակ համառությամբ խաղաղ բնակչությանը օգտագործելով որպես կենթանի վահան շարունակում էին դիմադրելը, այնպես որ դա փորձեցին ներկայացնել եւ հետո դա փորձեցին ներկայացնել որպես հայկական կողմի ցեղասպանություն, չգիտեմ, այլ բարձրագույն բառերով, հայկական կողմը ի վերջո կարողացավ կրկին գիշերային մարտով, իսկ ձմեռային ամիսներին գիշերները երկար են եւ հարձակումները ստացվում էին շատ սրընթաց, հաջողվեց գրավել Խոջալուն։
Դրանից հետո հարձակողական գործողություններ գնացին դեպի Շուշի, ինչի մասին անցյալ հաղորդման ժամանակ խոսվել է, եւ սրա վրա կանգ չենք առնի, ասեմ միայն, որ հարձակումը գնաց երկու հիմնական ուղղություններով՝ դեպի Շուշի, հիմնական հարվածներ, եւ աջակցող հարվածը հասցվում էր Ջանհասան, Քոսալար, Ջամիլի գյուղերի ուղղությամբ, Փաշքենտ, մյուս գյուղերի ուղղությամբ դեպի ապահովելու համար Շուշիում հարձակում տանող հայկական խմբավորման թևը։ Շուշիի հարձակման փաստորեն շարունակությունը դարձավ Լաչինի գրավումը։ Ես ուզում եմ մենք ընդհատենք մի պահ, որովհետև անցած հաղորդմանը մենք իհարկե մանրամասն կանգ առանք, բայց ուրեմն Շուշի վերադարձ գերությունից ֆիլմը, Բորիս Հովսեփյանի ֆիլմը, որ Զորի Բալայանի մեկնաբանությամբ էր, այս ֆիլմից մի փոքր հատված եմ ուզում հիմի դիտենք, որովհետև դա այն հատվածն է, երբ որ ազատագրված Շուշի է մտնում հայկական բանակը եւ ժողովուրդը ցնծությամբ դիմավորում է, եւ հետաքրքիր մի բան էլ, որ Շուշիի գործողությունների հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը կոմանդոսը մի հետաքրքիր բացահայտում արեց մի քանի օր առաջ, գործողությունը կոչվում էր Հարսանիք լեռներում։ Ինչի համար Հարսանիք լեռներում շատ հետաքրքիր է եւ մեզանում ես ճիշտ ասած չէի կարդացել որևէ տեղ, ասեց որ ապրիլի 24-ին երբ որ եկավ Վազգեն Սարգսյանի մոտ, որը այդ ժամանակ նախարարն էր պաշտպանության, քննարկում էին Շուշի ազատագրման ծրագիրը եւ ասում են փոխադարձաբար պայմանավորվեցինք, որ ես ազատագրում եմ Շուշին, դու էլ պիտի ամուսնանաս։ Վազգեն Սարգսյանը պիտի ամուսնանա եւ գործողությունը կոչեցին Հարսանիք լեռներում։ Շատ հետաքրքիր խորհրդանշական մի այսպես պատմություն է։ Հիմա դիտենք մի փոքր հատված եւ շարունակենք մեր ազատամարտի մասին պատմական ակնարկը։ Այն սկսվեց մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ 1992 թվականի մայիսի 8-ին ժամը 2:30 րոպեին։ Մայիսի 8-ին արևը ծագեց այրվող Շուշիի վրա։ Մայիսի 9-ը, առավոտյան ժամը 6:30 Սա գրոհը ղեկավարող հրամանատարության դիտակետն է։ Հայ ազատամարտիկները մուտք են գործում գրավված Շուշի։ Առհասարակ դեռ պատմության մեջ չի եղել դեպք, որ որևէ բանակ կարողանա գրոհը վերցնել Շուշի պետաքաղաքը։ Միգուցե քաղաքն ինքը այս անգամ օգնեց գրոհողներին, քանզի նրանք զավթելու չէին գալիս ուրիշինը, այլ օրինական տերերն էին։
Այս հետաքրքիր հատվածի դիտումից հետո հիմա շարունակենք այն, ինչ որ պիտի լիներ տրամաբանական շարունակությունը, ցամաքային Միջանցքի բացումը եւ Բերձոր Լաչինի ազատագրումը։ Խնդրեմ մյուս գծագիրը։ Հայկական կողմի հարձակումը շարունակվեց եւ ինքնապաշտպանական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմանին, որով ադրբեջանցիների համար շատ կարևոր բացասական իրադարձություն տեղի ունեցավ։ Լիովին շրջապատման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղը փաստորեն կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ, այսինքն արտաքին աշխարհի հետ։ Սրանից հետո հայկական կողմը մի տեսակ ճակատներում դադար տեղի ունեցավ մոտավորապես մեկ ամիս տևող եւ հայկական կողմը իր խնդիրները լուծել էր եւ առանձնապես ակտիվ գործողությունների չէր սպասում, սակայն ադրբեջանցիները այնպիսի լարման հասցրեցին բախումը, որ փաստորեն սրանից հետո ուղղակի պատերազմի մասին խոսալը դարավ իրականություն։ Փաստորեն ադրբեջանցիները 1992 թվականի հունիսի 12-ին սկսեցին մի այլ ծավալի հզոր հարձակողական գործողություն, որպիսին պատերազմի ընթացքում չէր եղել։ Շուրջ 170 կիլոմետր հակամարտության գոտում սկսված հարձակումը ադրբեջանցիները կարողացան իրականացնել հսկայական տեխնիկայի կուտակումով։ Մասնագետների հաշվումներով այս շրջանում ադրբեջանցիները մարտի էին նետել ավելի քան 150 միավոր զրահատեխնիկա, որը ուղղակի առանձին տեղամասերում հայկական կողմը մարտական գործողություններ էր վարում 15-20 քսանապատիկ ավել հակառակորդի դեմ։ Հակառակորդը կարողացավ օգտագործելով իր քանակական գերազանցությունը եւ մեր հետախուզության որոշ բացթողումներ հանկարծակիության հասավ եւ Շահումյանի շրջանի մեծ մասը 2-3 օրվա մարտական գործողությունների ընթացքում գրավվեց։ Այն ժամանակ, երբ ինքնապաշտպանական ուժերը իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էին հյուսիսային ճեղքված ճակատը փակելու ուղղությամբ, ադրբեջանցիները մարտական գործողությունները տեղափոխեցին Մարտակերտի շրջանի արևելյան բավականին մեծաթիվ բնակչություն ունեցող ուրեմն գյուղերի ուղղությամբ եւ այստեղ էլ ունեցան բազմաթիվ հաջողություններ։ Խնդրենք հիմա հաջորդ Մարտակերտի ազատագրման գործողությունների ծրագիրը եւ մենք մոռացանք ասել հերոստատիտողին, որ բոլոր գծագրերի վրա կարմիր սլաքները հայկական զորքերի զորաշարժերն են, սև սլաքով ադրբեջանական զորքերը։ Հիմա Մարտակերտինը խնդրենք եւ ուրեմն ադրբեջանցիները սկսեցին առաջ շարժվել եւ հունիսի մարտերի ընթացքում բավականին ամբողջությամբ գրավելով Շահումյանի շրջանը շարժվեցին առաջ, մարտական գործողությունները տեղափոխվեց Մարտակերտ շրջկենտրոնի անմիջական հարևանությամբ, որտեղ հուլիսի 4-ին սկսված հարձակումը 3 ուղղություններից, որին իդեպ ադրբեջանցիք ներգրավել էին միայն 70 տանկ, նաև այլ մարտական տեխնիկա եւ իդեպ ադրբեջանական կողմից շատ ուշագրավ եւ մեր համար ուսանելի քայլ տեղի ունեցավ, որովհետեւ այդ ժամանակ փաստորեն շեղող հարվածի դեր կատարեց դեպի Հատերք գյուղը իրականացված հարձակումը, որը թույլ չտվեց ինքնապաշտպանական ուժերին իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել առանց այն էլ անբարենպաստ իրավիճակում գտնվող Մարտակերտը պաշտպանելու ուղղությամբ։ Եվ երկու կողմից հարվածներով Հատերքը գրավելուց հետո ադրբեջանցիք իդեպ այրեցին ամբողջ գյուղը, հարձակողական գործողությունները տեղափոխվեցին Դրըմբոն Գյուլաթաղ գից եւ շարունակելով առաջ խաղացումը օգոստոսի կեսերին հայկական կողմը հայտնվեց շատ բարդ իրավիճակում։ Առաջացավ մոտ 40,000 փախստականների խնդիր, որը ամեն կերպ հայկական կողմին ստիպում էր, կաշկանդում էր հայկական կողմի գործողությունները, ադրբեջանական կողմը մարտական գործողություններ էր վարում պատերազմական ոչ մի օրենք հաշվի չառնելով, հենց հարվածները կենտրոնացնելով խաղաղ բնակչության դեմ, այս կերպ ցանկանալով հայկական կողմին ինչ-որ գործողություններում կաշկանդել, սակայն օգոստոսի 15-ին 1992 թվականի մեր հայկական կողմը մի նոր որակի բարձրացրեց հակամարտության իր ղեկավարման համակարգը, ստեղծելով Պաշտպանության պետական կոմիտե,
որի առաջի գործողությունը եղավ օգոստոսի 2-րդ կեսին Վաղուհաս գյուղի ուղղությամբ ծավալված մարտերի կազմակերպումը։ Վաղուհասի գրավումով ադրբեջանցիները իրենց հսկողության տակ առան Քերբաջարից Մարտակերտ գնացող ամբողջ խճուղին, որը շատ կարևոր կոմունիկացիոն գիծ էր ադրբեջանցիների համար։ Սեպտեմբերին ռազմաճակատի գիծը անցնում էր Վանք Առաջաձոր գծով, որը ուղղակի վտանգ էր ստեղծում հարձակումը շարունակելու դեպքում մտնել Ասկերանի շրջան, իսկ դա ուղղակի կործանարար կլներ, որովհետև բացի Ասկերան շրջկենտրոնից, որը ի դեպ այդ շրջանում ադրբեջանական հարվածների էր ենթարկվում եւ բավականին բարդ կացության մեջ էր, այս շրջանի տարածքում է գտնվում նաեւ Ստեփանակերտ մայրաքաղաքը եւ հայկական կողմը սկսեց մահապարտների գումարտակներով հակագործողություններ վարել, որի արդյունքում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մարտերի ընթացքում հաջողվեց ադրբեջանցիների հարձակումը կանգնեցնել։ Ճիշտ է, դա շատ ծանր գնով ձեռք բերվեց, սակայն ադրբեջանցիների ամբողջ հարձակողական թափը կոտրվեց։ Տեսնելով, որ Մարտակերտի ճակատում հյուսիսում եւ հյուսիս-արևելյան ուղղության վրա հայկական կողմը չի թույլ տալիս շարժվել առաջ, ադրբեջանցիները իրենց հարվածը կենտրոնացրեցին կյանքի ճանապարհ կոչված Լաչինի Միջանցքի, մարդասիրական Միջանցքի ուղղությամբ, ձգտելով փակել Միջանցքը։ Հոկտեմբերի մարտերի ընթացքում հայկական կողմը կարողացավ այնուամենայնիվ կանգնեցնի ադրբեջանցիների հարձակումը, սակայն մարտերը վարվում էին ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որի հետևանքով թեև ճանապարհը ամբողջությամբ հայկական կողմը վերահսկում էր, սակայն ադրբեջանական կողմը կրակի տակ պահելով ճանապարհը հայկական կողմին հարկադրել էր փաստացի փակել ճանապարհը։ Նոյեմբեր ամսին սկսվեց հայկական կողմի հակահարձակողական գործողությունները, փաստորեն մենք կարող ենք արձանագրել, որ 1992 թվականի նոյեմբերին սկսվեց արմատական բեկումը պատերազմում, որը շարունակվեց մի քանի ամիս եւ որի ընթացքում հայկական կողմը կարողացավ ամբողջությամբ խլել ադրբեջանցիների քանակական գերազանցության հետևանքով առաջացած նախաձեռնությունը։ Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր հեռուստադիտողից, անցած հաղորդման ժամանակ մի վրիպում էր գնացել, մայիսի 9-ի ժամանակ փաստորեն մեր պաշտպանության նախարարը Հայաստանի Հանրապետության Վազգեն Սարգսյանն էր, որը մահապարտների գունդը ստեղծելուց հետո հրաժարվեց այդ պաշտոնից, ինքը տեղափոխվեց գործողությունների, իսկ այդ շրջանից սկսած արդեն նոյեմբերից, եթե չեմ սխալվում, օգոստոսից պաշտպանության նախարար դարձավ Վազգեն Մանուկյանը եւ այդ ազատագրված մյուս շրջանների ազատագրումը տեղի ունեցավ նրա նախարարության օրոք։ Փաստորեն երկու նախարարների օրոք Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, հետո նրան կփոխարինի արդեն Սերժ Սարգսյան։ Երեք նախարարների ժամանակ տեղի ունեցան այս ամբողջ ազատագրված տարածքների ռազմական գործողությունները։ Հայկական կողմը կարողացավ մեծագույն դժվարությամբ սակայն կանգնեցնել նոյեմբեր-փետրվար ամիսներին ադրբեջանցիների հարձակողական գործողությունները, այս ժամանակ աչքի ընկավ Մարտունու շրջանը, Ուրյան լեռան մոտ տեղի ունեցան շատ ծանր մարտեր, սակայն միայն իր ուժերով Մարտունու շրջանը կարողացավ կասեցնել հակառակորդի աջակցող հարվածը եւ ադրբեջանցիներին այդպես էլ չհաջողվեց եւ Միջանցքի եւ Մարտակերտի ուղղությունից հայկական կողմերի ուշադրությունը շեղող ինչ որ մի մեծամասշտաբ գործողություններ վարել, թեև այստեղ եւս Մարտունու անմիջական մոտակայքում էր գնում մարտական գործողությունները։ Հայկական կողմը շունչ քաշելու, այսպես ասած, հնարավորություն ստացավ, որովհետև բավական է ասել, որ 1992 թվականի այս մի քանի ամիսների ընթացքում ադրբեջանական հարձակման ադրբեջանցիները տվել էին 5000 զոհ, 18000 վիրավոր եւ ադրբեջանական բանակից դասալքել էր ավելի քան 20000 մարտիկ։ Հակառակ դրան Արկադի Տեր-Թադևոսյանի բերած պաշտոնական տվյալներով Շուշիի ազատագրման օրերին ամբողջ մեր մարտիկների թիվը 2880 հոգի էր։ Այսինքն ադրբեջանցիները մենակ 5000-ից ավել զոհ եւ
ինչքան դասալիքներ։ 20,000 դասալիքներ։ Այսինքն իրավիճակը հայկական կողմի համար բարենպաստ էր։ Բարենպաստ էր օբյեկտիվորեն, որովհետև ադրբեջանական կողմը հաշվի չէր նստում իր զոհերի հետ եւ ամեն կերպ շարունակում էր հարձակողական գործողությունները։ Իսկ սա ուղղակի ի վերջո կանգնեցրեց ադրբեջանական կողմին բավականին մեծ խնդիրների առաջ։ Եվ օգտվելով բարենպաստ իրավիճակից հայկական կողմը ոչ միայն կարողացավ բարելավել իր դիրքերը Մարտակերտի շրջանում, այլ 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 5-ը իրականացրեց Քելբաջարի ադրբեջանական կրակակետի լռեցման գործողությունը, որի արդյունքում ազատագրվեց ամբողջ Քարվաճարի տարածքը եւ հայկական զորքերը ապրիլի 2-ին գրավեցին Քելբաջարից դեպի Գյանջա գնացող ճանապարհի խաչմերուկը եւ հարձակումը շարունակելով ամրացան Օմարի բարձունքների վրա։ Պաստորեն երկրորդ մարդասիրական ճանապարհը, երկրորդ միջանցքը բացվեց։ Եվս բացվեց հյուսիս-արևմտյան ուղղությունից, այնուհետև այս ամբողջ ընթացքում մարտական գործողությունների հիմնական կենտրոնը Մարտակերտի շրջանն է, որտեղ ծավալվում էին ուղղակի դաժան մարտեր երկկողմանի։ Ադրբեջանական կողմը չէր սպառել իր հարձակողական թափը եւ ամեն կերպ ձգտում էր ինչ որ մի ձև օգտագործել իր քանակական գերազանցությունը հակառակորդի նկատմամբ։ Սակայն Քելբաջարից հետո շուրջ 1 ամսով մարտական գործողությունները մի տեսակ ակտիվությունը անկում ապրեց, որը հնարավորություն տվեց հայկական կողմին նոր օգտվելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը կրկին իր ուշադրությունը կենտրոնացրել էր Մարտունու ուղղության վրա հարձակողական գործողությունների վրա, հայկական կողմը հունիսի 27-ին ազատագրեց Մարտակերտ շրջկենտրոնը։ Սա այս ամբողջ մարտական գործողությունների մեջ հայկական կողմի ամենամեծ հաջողությունն էր, որից հետո մարտական գործողությունները շարունակվեցին ադրբեջանցիների համար ուղղակի կործանարար սցենարով։ Հայկական կողմը մի շարք հաջողությունների հասավ 1993 թվականի հուլիս ամսին եւ հուլիսի 23-ին ազատագրեց Աղդամը։ Եթե խնդրեմ մյուս սխեման, որի վրա պարզ երևում է, որ հայկական ջոկատները մի քանի ուղղություններից հատող հարվածներ իրականացրեցին, որով հակառակորդը նույնիսկ չկարողացավ նահանջել դեպի արևելք, ինչը կլիներ տրամաբանական, այլ նահանջեց դեպի հյուսիս-արևելք։ Եվ ադրբեջանական այդ սեպը, որ խրված էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, վերացվեց։ Ադրբեջանցիները խնդրեցին զինադադար, որը հաստատվեց 1993 թվականի հուլիսի 25-ից 28-ը, երրորդյա զինադադար էր, սակայն դեռ չէր լրացել զինադադարի ժամանակը, երբ ադրբեջանցիները խախտեցին այս զինադադարը եւ հայկական կողմի այն հույսերը, թե Ադրբեջանը փաստորեն պատերազմի սկզբից ի վեր առաջի անգամ էր որևէ կառուցողական քայլի դիմում, եւ հայկական կողմի այն հույսերը, թե հնարավոր կլինի ինչ որ մի կերպ փոխհամաձայնության գալ ադրբեջանցիներին, հասկացնել վերջապես, որ կոտորվելը անիմաստ է, սակայն ադրբեջանական կողմը նույնիսկ 3 օրը բավարար եղավ, որ ադրբեջանցիք վերականգնեն իրենց ճեղքված պաշտպանությունը եւ նոր ագրեսիվ գործողությունների անցնեն, որը հայկական կողմին էլ հարկադրեց նոր հարձակողական գործողությունների դիմել։ Հարցն այն էր, որ ադրբեջանցիները Աղդամի ուղղությունից հայկական կողմի ուշադրությունը շեղելու նպատակով հարձակում սկսեցին հարավում Գյուլիստանի ուղղության Ջեբրայիլի ուղղության վրա, որը հայկական կողմին ուղղակի հարկադրում էր նոր հարձակման գնալ, որը եւ հաջորդ գծագրի վրա կերևա, հայկական կողմը հարձակում իրականացրեց Ջեբրայիլի, Ֆիզուլու եւ Ղուբատլուի գծով։ Ջեբրայիլի ուղղության վրա հայկական կողմերը այս սխեմայից երևում է երկու կողմերից ակցանի մեջ առան Ջեբրայիլը, ապա շարունակեցին առաջ խաղացումը դեպի փաստորեն աճ եւ ձախ եւ հակառակորդին լրիվ ապակողմներոշելով կարողացան շատ մեծ հաջողությունների հասնեն, որը նպաստեց, որ օգոստոսի 31-ին հայերի ձեռքը անցնի նաև Ղուբատլի շրջկենտրոնը եւ նույն օրը կնքվեց երկրորդ զինադադարը, որը տևեց 10 օր։ Այս զինադադարը եւս չնայած թվում էր, թե ադրբեջանական կողմը ջախջախվել է եւ ոչ մի բանի հույս չունի, սակայն փաստորեն 10-օրյա զինադադարից բացի որևէ դրական ուրեմն օգնություն հայկական կողմին չբերեց։
Հոկտեմբերին ադրբեջանցիները սկսեցին նոր հարձակողական գործողություն, որի հայկական կողմը անցնելով հակահարձակման գրավեց նաև Հորադիզի կրակակետը եւ Զանգելան շրջկենտրոնը, այսպիսով Լեռնային Ղարաբաղի ամբողջ հարավային ափը մինչև Արաքս անցավ հայկական կողմի հսկողության տակ։ Ադրբեջանցիները այս անգամ էլ փորձեցին հայկական կողմի ուշադրությունը շեղող հարձակումների իրականացնել հյուսիսում, որը կրկին ոչ մի արդյունք չտվեց։ Սակայն որոշակի հարաբերական անդորից հետո սկսված դեկտեմբերյան մարտերի ընթացքում ադրբեջանցիները բավականին հաջողությունների հասան, մանավանդ Մարտակերտի հյուսիս-արևելյան ուղղության վրա, որտեղ հայկական կողմը հակառակորդի ճնշող գերազանցության պայմաններում ստիպված էր որոշակի բնակավայրեր զիջել ադրբեջանցիներին, իսկ սրա գաղտնիքն էլ այն էր, որ ադրբեջանցիք ներգրավել էին հսկայական քանակով վարձկաններ, որոնք Թուրքիայից էին, Աֆղանստանից, Չեչնիայից բավականին մարտնչողներ կային եւ այլն, տարբեր մասնագետներ, տարբեր ազգությունների նախկին խորհրդային հանրապետության։ 1994 թվականի սկիզբը ադրբեջանական կողմի համար հաջող էր։ Ադրբեջանցիք կարողացան գրավել հայկական դիրքերը Օմարում եւ հարձակումը շարունակել դեպի Քելբաջար, սակայն սա էլ արդյունք չտվեց։ Հայկական կողմը ճիշտ է բավականին երկարատև մոտ 20 օրյա հակահարձակման ընթացքում, սակայն այնուամենայնիվ 1994 թվականի փետրվարին կարողացավ կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը եւ գրավել Օմարի լեռնանցքը։ Ադրբեջանցիների հաջողությունները առավել մեծ էին հարավ-արևելյան ուղղության վրա, որտեղ դեպի Հորադիս հարվածով ադրբեջանցիները կարողացան առաջանալ մոտ 15 կիլոմետր, սակայն այստեղ եւս նրանց չհաջողվեց ճեղքել մեր մարտիկների պաշտպանությունը, որից հետո սկսվեցին տարբեր մարտական գործողություններ, այստեղ ես կցանկանայի նշել 1994 թվականի հունվարի 11-ի Հակոբ Կամարիի մարտը, որտեղ հայկական կողմը շրջապատման մեջ գցեց ադրբեջանական հատուկ նշանակության վաշտը եւ գլխովին ջախջախեց, սա ադրբեջանցիների համար նույնիսկ ոչ այնքան մարտական, որքան բարոյահոգեբանական ճգնաժամ էր եւ այդ ուղղությամբ գործող զորքերի բարոյահոգեբանական վիճակը այն աստիճան թուլացավ, որ փետրվար-մարտ ամիսներին հայկական կողմը անցավ հակահարձակողական գործողությունների եւ ինչպես մյուս սխեմատիկ վատկերի վրա կերևա, ոչ միայն բարելավեց իր ուղղությունները, իր դիրքերը Աղդամի ուղղությամբ, այլև պայմաններ ստեղծեց Մարտակերտում հարձակողական գործողություններ վարելու համար, բավականին բարենպաստ դիրքեր գրավեցին Աղդամի ուղղության վրա, որը փաստորեն պատերազմի ավարտն էր։ Ադրբեջանցիները Լևոն Արխի մատաղիսի ուղղությամբ մարտական գործողություններ վարեցին հյուսիս-արևելյան ճակատում, հայկական կողմը պատասխանեց Գյուլիստանի ու Թալիշի ուղղությամբ մի շարք հարձակողական գործողություններով եւ այսպիսով ակնհայտ էր, որ Ադրբեջանը սպառել էր իր ուժերը եւ չկարողանալով էլ շարունակել պատերազմը, ստիպված եղավ խնդրել այս անգամ արդեն հարկադրված խնդրել զինադադար, որը պաշտպանվում է մինչև այսօր եւ որի գլխավոր գրավականը մեր անկախ բանակն է, որը սրանից հետո էլ թույլ չի տա, որ ադրբեջանցիները նոր մի պատերազմ սանձազերծեն մեր դեմ։ Մենք խնդրենք մեր օպերատորին մեր վերջի ուրեմն քարտեզը, հա, մեկ անգամ եւս մեզ ցույց տա, կարծեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերականգնված կադրն էլ կար այստեղ մեզ մոտ, որը մեր հաղթանակի խորհրդանիշը դարձավ, ֆիլմի կադրերից հիշում եք ավերված վիճակում էր, երբ որ ազատագրվեց Շուշին եւ հիմա շատ վեհ տեսք ունենալով Շուշիի հիմնադրամը, գիտեք, համահայկական այսպես փորձում է միացյալ ուժերով վերականգնել եւ քարտեզը մենք մեկ անգամ եւս նայենք, որտեղ ազատագրված տարածքները ներկայացված են, այսօր սա ճիշտ Հայաստանի քարտեզն է։ Անշուշտ պետք է Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ ազատագրված տարածքներ չի կարելի առանձնացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն եւ ազատագրված տարածքները նշել Ադրբեջանի կազմում։ Մենք դրա համար 7000-ից ավել զոհ ենք տվել։ Եվ ինչպես մեր հարգելի հյուրը ներկայացրեց, ըստ էության բոլոր այս ազատագրական գործողությունները հաջորդել են թուրքերի հարձակմանը եւ դա եղել է ինքնապաշտպանական գործողությունների զարգացում, որը շնորհիվ մեր բանակի, մեր զինվորների հերոսության ավարտվել է հաղթանակով։
Մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Մարտիկյանին մեր հաղորդմանը մասնակցելու եւ ամբողջ Արցախյան ազատամարտի տարեգրությունը շատ մանրամասն ներկայացնելու համար։ Մենք այսօր պետք է նշենք, որ գտնվում ենք փաստորեն պայքարի մյուս փուլում, պատերազմը չի ավարտվել բնականաբար, որովհետև 94 թվականի զինադադարից հետո ճիշտ է անցել է արդեն 14 տարի, բայց դիվանագիտական բազմիցս խախտվել է եւ ոչ վաղ անցյալում փաստորեն մարտ ամսի սկզբին նորից խախտում, մեծ մակարդակի խախտում տեղի ունեցավ եւ բնականաբար մեզ անհրաժեշտ է նորից համախումբ, ինչպես 90-94 թվականներին մեր ամբողջ ուժերով եւ Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ անշուշտ ամբողջ Սփյուռքը ողջ աշխարհում եք միացյալ ուժերով եւ այստեղ իհարկե մեզ շատ կարեւոր են հաղթանակների տեղափոխումը արդեն դիվանագիտական դաշտ, դիվանագիտական ոլորտում, որովհետեւ այսքան մեծ զոհողություններից հետո, եթե մենք չկարողանանք ամրագրել սա դիվանագիտական մակարդակում եւ այդ սահմանագիծը դե ֆակտո, փաստացի սահմանագիծը չդառնա դե յուրե, իրավական սահմանագիծ, ինչ խոսք սա մենք անընդհատ մեղքի զգացում պետք է ունենանք մեր զոհերի հիշատակի առաջ, որովհետեւ ունենալ նման հերոսական պայքար, ունենալ նման ազատամարտ եւ դրանից հետո չամրագրել դա դիվանագիտորեն, դա ապրողներիս մեծագույն մեղքը պետք է լինի մեր զոհերի հիշատակի առաջ։ Այսքանով ավարտենք մեր այսօրվա հաղորդումը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով մեր հյուրին եւ հիշեցնեմ, որ մեր հաջորդ հաղորդումը նվիրված կլինի ավարայրի դասերին։ Բարին բոլորիս հետ։